ես քո կողքին եմ։ Ես երջանիկ եմ։ Ես ունեի երազանք։ 3 տարեկան երբ Արցախում սկսեցի մասնակցել ծիածան մանկական երգչախմբի դասերին։ Մայրիկիս հետ հաճախ դիտում էինք սիմֆոնիկ նվագախմբի համերգները եւ նա հարցնում էր, որ գործիքի ձայնն է ինձ դուր գալիս։ Թավջութակը հաղթեց ու արդեն 9 տարեկանում սկսեցի հաճախել դասերի։ Այն ժամանակ որոշեցի, որ դառնալու եմ հայտնի թավջութակահար։ Ես ունեի երազանք, բայց շատ այլ երազանքների պես իմ երազանքը եւս անհետացավ 2023 թվականի սեպտեմբերին, երբ ստիպված լքեցինք Արցախը։ Գործիքը, որը առաջ ոգեշնչում էր ինձ, հիմա հիշեցնում էր այն ամենը, ինչ այլևս չունեմ։ Նույնիսկ ինձ հարցնում էի, արդյոք երբևէ նորից կուզենամ նվագել։ Եվ այդպես, մինչև մայրիկս ինձ տարավ Չայկովսկու անվան երաժշտական դպրոց։ Ուսուցչուհուս խորհրդով դիմեցի, ծնվել եմ Արցախում ծրագրին։ Ինձ գրավեց այն միտքը, որ եթե անցնեմ ընտրությունը, հնարավորություն կունենամ մասնակցել բազում կրթական ծրագրերին։ Կկատարելագործեմ իմ նվագը եւ ապագայում ելույթ ունենալով միջազգային տարբեր բեմերում կհնչեցնեմ իմ ծննդավայրի անունը իմ կենսագրության մեջ գրելով ծնվել եմ Արցախում։ Եվ հիմա ես ունեմ ոչ միայն երազանք, այլև հստակ նպատակ, որին հասնելը հնարավոր է, եթե կողքիդ կան մարդիկ, ովքեր հավատում են քեզ ու քո տաղանդի։ Ես թավջութակահար Էլիզաբեթն եմ, 11 տարեկան, եւ ես ծնվել եմ Արցախում։ Իմ զրուցակիցն է Արվեստ 23 հասարակական կազմակերպության նախագահ Աննա Տեր-Հովակիմյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ նպատակ է հետապնդում կազմակերպությունը եւ որքանով է երաժշտությունը օգնում երեխաներին վերադառնալ բնականոն կյանքին։ Մեր կազմակերպությունը նախաձեռնել է իրականացնել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գաղափարը։ Ծրագրի անվանումը ծնվել եմ Արցախում եւ կարծում եմ այս արտահայտությամբ ամեն ինչ ասված է։ Մենք ընտրելու ենք տաղանդավոր երեխաներին, որոնք ծնունդով Արցախից են, փորձելու ենք օգնել իրենց անցնել այն կրթական եւ զարգացնող ծրագրերը, որոնք որ թույլ կտան իրենց հասնել միջազգային բեմեր եւ այնտեղ հանրահռչակել, տարածել իրենց երկրի, իրենց մշակութային ժառանգությունը, որ իրենք կրում են իրենց մեջ։ Սա իհարկե գլոբալ առումով նպատակն է, իսկ եթե ավելի մանրամասնենք կարող ենք խոսել, թե որքանով է կառույցն օգնում երեխաներին եւ ծնողներին հաղթահարել դժվարությունները, որովհետեւ սա մի առանձին մաս է։ Գիտեք, պարզ է, որ բռնի տեղահանված ընտանիքները Արցախից գալով Հայաստան հոգացել են իրենց ամենակարևոր եւ կենսական ինչ-որ հարցեր, բայց այն երեխաները, որոնք ունեն իրենց մեջ երազանք դառնալու երաժիշտ, մեր կազմակերպությունը փորձելու է այդ բոլոր խնդիրները լուծել, ծնողներից այդ բեռը վերցնել եւ հնարավորություն տալ երեխաներին ստանալ որակյալ կրթություն, զարգացնել իրենց հմտությունները, այդ ամբողջ ճանապարհը անցնել իրենց հետ միասին, իսկ երաժշտությունը ընդհանուր առմամբ բուժիչ ազդեցություն ունի մարդկության վրա եւ համոզված ենք, որ այն երեխաները, որոնք կկարողանան իրականացնել իրենց երազանքը, կլինեն շատ ավելի երջանիկ եւ շատ ավելի բարձր տեղերում կկարողանան տարածել իրենց մշակութային ժառանգությունը։ Ոչ միայն երաժշտությունը, այլև արվեստը առհասարակ միշտ օգնում է հաղթահարել բոլոր դժվարությունները, վեր բարձրանալ, գնալ երազանքների հետևից եւ հաջողել։ Շնորհակալություն ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ։
բեմին շատ ենք կարոտում, իրականում, որտեղ պարողը առանց բեմ, հա, փորձերը շատ լավ է, բայց եթե բեմ չկա, քո այդ գործունեությունը կիսատ ամնում։ Իհարկե շատ ծանր էր այդ ամեն ինչը, այդ կորուստը, սկսած Արցախի կորուստից, սկսած մեր պարարվեստի կորուստից, մեր դահլիճը, մեր սաղ տարազների ինչ թողել եք այնտեղ, դա շատ դժվար է, բայց փորձում ենք մի կերպ այստեղ վերականգնենք այդ ամեն ինչը, պահենք մեր արցախյանը։ Կարևորելով Արցախի մշակութային ժառանգության պահպանումը, Հայաստան համահայկական հիմնադրամը ֆինանսավորում է Արցախի Պարի պետական համույթի 1 տարվա գործունեությունը Հայաստանում։ Իմ համար այն ամենամեծ հույսը այն է, որ ես դրանով եմ ապրում, որ նորից ոչ թե կարողա, վստահացնում եմ, որ Արցախի բեմերում ենք նորից ելույթ ունենալու։ Այս կերպ հիմնադրամը խթանում է Արցախի մշակույթի պահպանմանն ուղղված այլ ծրագրերի իրականացմանը, ապահովելով 30-ից ավել տեղահանված ընտանիքների զբաղվածությունը եւ բարելավելով կենցաղավարման պայմանները։ Կարևորելով Արցախի մշակույթի ժառանգության պահպանումը, Հայաստան համահայկական հիմնադրամը ֆինանսավորում է Արցախի Պարի համույթի 1 տարվա գործունեությունը Հայաստանում։ Այժմ ես կզրուցեմ Արցախի մշակույթի պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Ապրես Մարգարյանի հետ։ Պարոն Մարգարյան, որքանով է կարևոր հենց Արցախի Պարի համույթի գործունեությունը Արցախի ժառանգության պահպանման գործում մշակույթի։ Արցախի բռնի հայաթափումից հետո արցախյան հարուստ հազարամյակների պատմություն ունեցող մշակութային ժառանգությունը ոչնչացման վտանգի առաջ է կանգնած եւ եթե բոլորս քաջ գիտակցում ենք ինչ իրավիճակում է նյութական մշակութային ժառանգությունը, ապա ոչ նյութական մշակութային ժառանգությունը հնարավոր է առաջին հերթին պահպանել Արցախում գործող պետական համույթների, մշակութային խմբերի միջոցով եւ հենց տեղահանումից առաջի շատ կարճ ժամանակահատվածում այդ խմբերը ինքնակազմակերպվեցին եւ հենց իրենց մասնակցությամբ ստեղծվեց մեր կազմակերպություն Արցախի մշակույթի պահպանման կենտրոնը եւ առաջի հերթին մենք փորձեցինք այդ Հայաստանում այդ խմբերի գործունեության շարունակականությունը ապահովել տասնամյակների ընթացքում իրենց ստեղծված մշակութային արտադրանքը պահպանել, որը հենց ինքնին մշակութային ժառանգություն է եւ այդ համույթների անդամները այդ ժառանգության կրողներն են եւ մեր կազմակերպությանը անդամակցեցին մեկ տասնյակից ավել Արցախում գործող պետական համույթները եւ մենք դիմեցինք տարբեր կազմակերպությունների, հիմնադրամներին եւ առաջինը արձագանքեց Հայաստան համահայկական հիմնադրամը եւ Ամերիկայի տեղական մարմնի աջակցությամբ ֆինանսավորմամբ մենք ունեցանք Արցախի Պարի պետական համույթի 1 տարվա գործունեության ֆինանսավորում։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Արցախի մշակույթի պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Ապրես Մարգարյանի հետ։